Մեր Telegram հարթակի հերթական արգելափակումը, կազմակերպված գրոհներ, ինչ նպատակով են փորձում լռեցնել մեզ եւ ինչու են այդ փորձերը նորից ու նորից տապալվում։ Ծնելիությունը Հայաստանում նվազում է, ինչ են խոսում թվերը, ամուսնալուծությունների աճը եւ այն հիմնարար պատճառները, որոնք այսօր խորը ազդեցություն ունեն մեր ընտանիքների եւ ապագա սերնդի վրա։ Եվ իհարկե Լեգալ Հայաստանի բարեգործական ակցիաները։ Հարթակի արգելափակում։ Վերջերս եւս մեկ անգամ արգելափակվեց մեր Telegram հարթակը, շուրջ 6700 օգտատերով։ Դա տեղի է ունենում շատ պարզ ու կազմակերպված մեխանիզմով։ Հարթակի բնականon աշխատանքը խափանվում է fake օգտատերերի կազմակերպված բողոքի արշավներով։ Telegram-ը ստանալով մեծաքանակ բողոքներ փակում է հարթակը։ Մեր հարթակը մշտապես ենթարկվում է նման գրոհների, եւ դա այն դեպքում, երբ մենք մեր մրցակից հարթակների դեմ երբևէ նման արշավ չենք իրականացնում։ Մենք չնայած մեր տարաձայնությունների երբեք չենք գնացել նման նենգ քայլի։ Ուղղակի մյուս հարթակները չեն կարողանում համակերպվել այն փաստի հետ, որ մարդիկ մեզ են վստահում, մեզ են ընտրում։ Ու հիմա ուղղակի պիտի ասեմ, որ որքան փակվի մեր հարթակը, բացվելու է նորից ու նորը։ Ոչինչ չի կարող կանգնեցնել մեր գործունեությունը։ Ու ավելին ասեմ, դուք լավ գիտեք, որ մենք աշխատում ենք մեր Darknet հարթակի վրա։ Հենց այդ լուրից էլ վախենում եք, քանի որ գիտեք, երբ հարթակը գործարկվի, ձեր գործունեությունը կլինի վտանգի տակ։ Լեգալ Հայաստանի նոր հարթակը լինելու է ամբողջությամբ անոնիմ, Darknet տիրույթում, իսկ ապրանքատեսականին միայն բարձրորակ օրգանիկ մարիխուանա։ Եվ ավելի մատչելի գնով, քան մեր մրցակից հարթակներում է։ Սրանից են հենց վախենում, դրա համար անդադար գրոհներ են կազմակերպում հարթակի վրա։ Չնայած հարթակը փակվելուց հաշված րոպեների ընթացքում արդեն գործում էին մեր նոր էջերը, որոնք մշտապես կարող եք գտնել մեր պաշտոնական ալիքներում։ Նոր սերունդ։ Հիմա անցնենք ավելի լուրջ խնդրի, որ ուզում եմ միասին անպայման քննարկենք։ Հայաստանում խիստ նվազել է ծնելիության մակարդակը։ Նախորդ տարիների ծնելիության ցուցանիշները կարող եք տեսնել ձեր էկրանին, եթե միջինում մոտ 36,000 եւ պլյուս ծնունդ էինք ունենում, ապա 2024 թվականին այն կազմել է մոտ 33,648։ Սա լուրջ անկում է, որը ցույց է տալիս, որ մենք կորցնում ենք մեր ապագան։ Հայազգը չի աճում այն արագությամբ, ինչքան մեր պատմական գոյությունը պահանջում է։ Մենք ժողովուրդ ենք, որ գոյատևել ենք հազարամյակներ շարունակ, չնայած պատերազմներին, ցեղասպանությանը եւ արտագաղթին։ Մենք ժողովուրդ ենք, որը ոտքի է կանգնել ոչ թե քանակի, այլ որակի հաշվին։ Բայց ժամանակները մի քիչ փոխվել են։ Ժամանակակից աշխարհում ազգերը մրցում են ոչ միայն զենքով ու տնտեսությամբ, այլ մարդկային ռեսուրսով։ Եվ եթե մենք ուզում ենք ունենալ հզոր բանակ, հզոր պետություն ու անվտանգ հայրենիք, ապա պետք է ունենանք հզոր նոր սերունդ, ուժ, որը ոչ մի բանակ, ոչ մի թշնամի, ոչ մի ճնշում չի կարող կոտրել։ Հայազգի ուժը միշտ գալիս է ընտանիքից։ Հայրը որպես սյուն, մայրը որպես տուն, երեխաները որպես շունչ։ Մենք այսօր ապրում ենք մի փուլում, որտեղ յուրաքանչյուր ծնունդ հաղթանակ է, այո, բառի ուղիղ իմաստով հաղթանակ։ Եվ եթե ուզում եք տեսնել Հայաստան, որը կանգնած է հզոր, արժանապատիվ ու վստահ, ապա պետք է ապահովենք այդ սերնդի աճը։ Այսօր երեխան պարզապես ընտանիքի ուրախություն չէ։ Այսօր երեխան պետության ապագան է։ Այսօր երեխան սահման է, բանակ, մշակույթ ու ազգի գոյատևման մարտիկ։ Մենք ապրում ենք մի փուլում, որտեղ յուրաքանչյուր ծնունդ հաղթանակ է, ոչ սիմվոլիկ, ոչ գեղեցիկ խոսքի մակարդակով, այլ իրական հաղթանակ։ Երբ հայ ընտանիքում երեխա է ծնվում, դա նշանակում է, որ Հայաստանը դեռ ապրում է, որ մենք չենք հանձնվում, որ մենք ընտրում ենք ապրել, ոչ թե պարզապես գոյատևել։ Այսօր մենք պետք է բարձրաձայն ասենք սա ինքներս մեզ։ Հայ ընտանիքը պետք է նորից դառնա առաջնային։ Երեխա ունենալը պետք է դառնա պատասխանատվություն, բայց նաև գիտակցված պայքար հանուն ապագայի, որովհետև վաղը մեկ ուրիշը մեր տեղը չի ապրելու, վաղը մեկ ուրիշը մեր հողը չի պահելու։ Վաղը Հայաստանը կերտելու են հենց այն երեխաները, որոնք այսօր դեռ չեն ծնվել, եւ յուրաքանչյուրիսս է կախված մեր վաղվա ապագան։
Առասարակ երեխա ունենալու որոշումը կախված է 3 առանցքային գործոններից՝ տնտեսական կայունություն, հոգեբանական անվտանգություն եւ կրթական ու մշակութային միջավայր։ Այս 3-ը միասին են որոշում ծնելիությունը բարձրանալու է, թե անկում է ապրելու։ Այո, այսօր Հայաստանում կա հստակ խնդիր։ Տնտեսական անորոշությունը խաթարում է բնակչության վերարտադրողական վարքագիծը։ Երբ ընտանիքը վստահ չէ իր եկամտի, իր բնակարանի, իր ապագա հնարավորությունների վրա, այն ավտոմատ անցնում է առավել պահպանողական ծնելիության մոդելի։ Սովորաբար գիտեք, 1 կամ 2 երեխա կամ ընդհանրապես դեռ չմտածել երեխա ունենալու մասին։ Այսօր շատ երիտասարդներ չեն ցանկանում 2-ից ավել երեխա ունենալ, իսկ ամուսնալուծությունների բարձր մակարդակի մասին էլ չեմ ասում։ Այդ ամենը բերում է ծնելիության շեշտակի նվազման։ Հայաստանում այս երևույթը համարում են ընտանիքի ինստիտուցիոնալ ճգնաժամ, ինչը կարճաժամկետով նվազեցնում է ծնելիությունը, իսկ երկարաժամկետով բերում է բնակչության ծերացմանն ու նվազմանը։ Անկախ ծնողների գիտելիքներից ու հոգեբանական պատրաստվածությունից պետությունն իր կողմից պետք է ստեղծի այն սոցիալ-տնտեսական միջավայրը, որտեղ երեխաներ ունենալը դառնա ոչ թե բեռ, այլ իրական հնարավորություն։ Այսօր մեր իրականությունը բացահայտ ցույց է տալիս, որ ծնելիության մակարդակի վրա ամենաուժեղ ազդեցությունն ունեն այն պայմանները, որոնք ձևավորում են պետական քաղաքականության միջոցով։ Խթանելու համար ծնելիության բարձրացմանը ուզում եմ ուղիղ ասել. նոր երեխաներ ունեցեք։ Լեգալ Հայաստանի բարեգործական ակցիաները։ Սիրելի ընկերներ, սիրով ուզում եմ տեղեկացնել, որ Լեգալ Հայաստան եւ Մաքուր Հայաստան նախաձեռնությունները իրականացրին նոր բարեգործական ակցիաներ, որի ընթացքում օգնել ենք բազմաթիվ կարիքավոր ընտանիքների, բազմազավակ ընտանիքների, ծերերի եւ հոգացել նրանց ֆինանսական եւ կենցաղային հոգսերը։ Այս անգամ բարեգործությունների վրա ծախսեցինք շուրջ $5000։ Մեր համար խիստ կարևոր ու հաճելի է հայրենակիցների համար պարբերաբար իրականացնել բարեգործական ակցիաներ, պարգևել նրանց մի հույս ժպիտ ու մեր քայլերով ապացուցել, որ մենք գնահատում ենք իրենց։ Բարի երեկո ձեզ, սա բարեգործությունը Մաքուր եւ Լեգալայզ Հայաստանի կողմից անապահով ընտանիքի համար։ Սա մեր ծախսած գումարն է եւ ուզում ենք աջակցենք այս ընտանիքին, այս նեղբային շնորհիվ մեր հիմնադիր Լեգալայզ Հայաստան եւ Մաքուր Հայաստանի կողմից։ Մեր կողմից ուզում ենք մի փոքր նվերել տանք գումար, որը կանաք հոգակ ձեր երեխեքի համար։ Անչափ շնորհակալ եմ կազմակերպիչներին, Լեգալ Հայաստանի եւ Մաքուր Հայաստանին այս դժվարին պահին մեր կողքին լինելու եւ մեզ աջակցելու համար։ Ամեն ինչը կատարվել Լեգալայզ Արմենիայի հիմնադիր Լեգալ Հայաստանի շնորհիվ իր բարեգործական ակցիայի շրջանակներում։ Ու այս գումարը նաև։ Շնորհակալություն եմ հայտնում Լեգալ Հայաստանին, որի ընտանիքին օգնեց այս նեղ պահին։ Անջան Լեգալ Հայաստանի կողմից օգնություն հաշվին եմ սնունդա ինչ-որ ապրանքներ դեղով այդ ինչ-որ բաներ ու Լեգալ Հայաստանի կողմից 40,000 շնորհակալություն եք Մաքուր Հայաստանի։ Հարազատ ջան, քեզ օգնություն ենք բերեմ Մաքուր Հայաստանի կողմից սնունդա, ուզում ենք քեզի լավ տենանք, տենում ենք քո կարգավիճակը, բայց մենք փորձում ենք ինչով կարող քեզ օգտակար լինենք։ Նաև քեզի որոշ գումար ենք հատկացնում, ճիշտ է շատ չի, բայց հաստատ գոնե կոմունալի համար կերպից հասնի մեռնում քեզ։ Միշտ լավ եղի, ուրախ եղի, մենք ինչով կարողանանք քո կողքնենք։ Մորջանս իմ Մաքուր Հայաստանից քեզ օգնություն, հիմնադիրը Լեգալայզն է, ինչով կարողացել ենք իրար կողքնել։ Շատ շնորհակալ եմ, սա մեծ օգնություն է, շատ մեծ։ Այս ամեն ինչը ջերմոտ է, Մաքուր Հայաստանի կողմից է, Լեգալայզի։ Մերտեք այդ կոֆեի խմիլ, չէ, հալպես ջերցու, մերտեք, չէ, հալպես, հալպես, եսի, սավ ինք ասում ես, հալպես, այս կոմարը կա, ասեք առողջական շատ լավ, ստույր ջերցու, հեսը, այդ է, դիրա կողմից ախ, ես կան, Մաքուր Հայաստանի կողմից։ Ապարս քեզ տեղ մթեք եք բերեմ մի քիչ։
Mas Barbios beim Markus Barbieri. Listen, Topolis, Marco Rastadi Gomes is Marcus. Listen, Hazard Drum. Davinek, Opacan. Ağırlıkçısın ses. Մաքուր Հայաստանի կողմից այս բարեգործությունները սավ քեզ, ստեղ սնունդ կա, ստեղ մեկ է տեղ կա, որ ուզել է իր տեղերն ենք արեք, այն է դա։ Չգիտեմ, հա, ասված ամեն ինչ արել ենք, որ լավ լինի, քեզ լավ է, ստեղ։ Իսկ ես 100,000-ը Մաքուր Հայաստան կազմակերպության կողմից քեզ, որպես ինչ-որ տեղերի կամ չգիտեմ, ինչ-որ մի բանի փող արած դառնում։ Սա ամեն ինչը լեգալ Հայաստանի կողմից ցավոտ անեն։ Սիրելի հայրենակիցներ, սիրով ուզում եմ տեղեկացնել, որ մեր Telegram էջում արդեն կարող եք մասնակցել մեր նոր ամանորյա մեգա բարեգործական ակցիային, որի ընթացքում խաղարկվելու են iPhone 17, ինչպես նաև ֆինանսական եւ այլ նվերներ։ Տապեք մասնակցելու այդ խաղին ու շահել այդ նվերներից որևէ մեկը։ Եթե հավանում եք այն ինչ մենք անում ենք, սեղմեք լայք, բաժանորդագրվեք ալիքին ու սեղմեք զանգակ, որպեսզի բաց չթողնեք մեր նոր տեսանյութերը։ Գրեք նաև ձեր կարծիքը մեկնաբանություններում, որոնց ես անպայման կպատասխանեմ։ Սիրով, Legalize Armenia-ի եւ Մաքուր Հայաստանի հիմնադիր Legal Հայաստան։